Բարցես, ես բեմում նաև լինում եմ, այս իմ առաջի մասնագիտությունն է, բայց քանի որ AI-ը տենց մոդենում է մեր տներին նաև, ես այսօր նաև այլ կարգավիճակում փորձեցի իմ ուժերը։ Մենք այսօր շատ խոսվեց physical AI-ի մասին, հետաքրքիր է, որ երբ որ մենք սկսեցինք physical AI-ը հասկանալ, զգալ, որ աշխարհում այդ ուղղությունը ուշտ է շուտ գալու է, այդ 2 տարի առաջ էր, շատ շուտ չէր, ու 2 տարի առաջ իդեա կար ինչ-որ բան առնելու, այսինքն պրոդուկտից է եկել այդ ամեն ինչը, բայց որ փնտրում էինք ինտերնետում ինչ կա ընդհանրապես, մինչդեռ այսօր Արմենը ավելի հստակ թիվ ասեց ու այսօրվա թիվ ասեց, աշխարհում իրական physical AI սարքող կամպանիաների քանակը, չգիտեմ ուշադիր եղաք թե չէ, ասեց 20-ից քիչ է աշխարհում։ Այսինքն 2 տարի առաջ երևի AI-պես ավելի քիչ էր, հա։ Ու մենք մի փոքր թմով հիմա արդեն 11 հոգի ենք, որոշեցինք, որ հələ որ AI-ը կողքի դրեցինք, որովհետև ամեն ինչ չի, որ AI-ով պետք է սկսել, նախկինում ես օդի հետ կապված գործեր եմ մերել, օդային տարածքի, այս անգամ որոշեցինք գետին իջնել, ստարտափի անունը դրեցինք Գետին, տրամաբանական է, չէ, գետնի վրա պետք է գործ անենք, ուրեմն ստարտափի անունը Գետին պետք է լինի։ Ինչ համակարգ ենք սարքում, ընդհանուր տրամաբանությունն է, որ պաշտպանական կամ երկակի օգտագործման համակարգ ենք ստեղծում, որոնք հենց գետնի վրա են աշխատելու։ Դա կլինի ռովերներ, դա կլինի ինքնակառավարվող տարբեր սարքեր, հագաօդային սարքեր, գետնի վրա աշխատող կամ հագամարտկային սարքեր, ինչ ուզում ալ լինի, գետնի վրա էլ է աշխատող։ Առաջի գործ, այս մեր պրոդուկտն է, այսօր մենք ընդհանուր պրեզենտացիան սարքել ենք հետևյալ ձևով, էլի, ինչ մեր ամբողջ անցած ստարտափի ուղին ենք պատմում, ինչ ենք արել, հենց հիմա ինչ ունենք, ինչ ուղղությամբ ենք գնում ու ապագան ոնց ենք տեսնում։ Մեր պատկերացումով Հայաստանում շատ մեղմ է ասած, որ եթե պատկերացեք աշխարհում 20 հատ կամպանիայի մասին է խոսքը, ու իհարկե դա 20 հավանաբար Արմենի նկատի ուներ արդեն պրոդուկտ տրվող բավական լուրջ կամպանիաների մասին, Հայաստանում շատ քիչ այն մարդկանց քանակը, ովքեր իրոք զբաղվում են physical AI-ի մասով։ Մեր թիմը բազմաշերտ է այն առումով, որ ամբողջությամբ թիմում է աշխատանքը կատարվում, mechanical engineering, electrical engineering, embedded systems, AI, research, software, ամբողջ ինչ արել ենք, մեր թիմով ենք արել, նաև օգնել են կողքից այլ թիմեր, բայց հիմնական պրոդուկտը մեր մոտ է ստեղծվել։ Սա SolidWorks-ով կամ Fusion-ով ստեղծված համակարգ է, տրադիցիոն ձևերով, եթե մեխանիկալ ինժեներներ կան, իրենք պատկերացնում են ինչ է արված, 2 մոտոր է, որոնք 1 հատ կամերա, 1 հատ բորդ, գրաֆիկական պրոցեսինգի համար, և ամբողջ համակարգի իմաստն է, որ պետք է կամերան ինչ-որ բան թրեք անի, դետեկտ անի, թրեք անի, ու օրինակ strike-ball խաղացել եք երևի, strike-ball-ի դեպքում պատկերացրեք դրած է ավտոմատ տուրետ, ինքը դետեկտ արեց, գնաց գրագեց, ու հետաքրքիր տենց խաղային միջավայր է դառնում, որը կարող է այլ տեղեր վաղում այսօր օգտագործվել։ Մենք սրա անունը դրել ենք old gen, այն բանի նման, որ քանի որ արդեն կա աշխատում է, այն որ կամերական բան, որը
հին է, արդեն աշխատում է, գարաժ են տանում, նորն են անում, դա դրա համար անունը դրել են old chain, որովհետև հաջորդ համակարգը իապես ավելի լավ է լինելու։ Old chain ասելով իրականում եթե այդտեղ վստահ եմ շատ ինժեներներ կան, պատկերացումն է, որ այն ինչը մենք ստեղծել ենք վերջի 2 տարվա ընթացքում 10 տարի առաջ էլ լիներ, նույն ձև էր ստեղծվելու։ Այսինքն mechanical design-ն է արվում, էլեկտրական դիզայնն է արվում, software-ը detection, recognition, YOLO, ինձ թվա շատ ծանոթ բառեր եմ ասում, ակտուատորները պետք է PID-ներով control անել, սենց բավական հետաքրքիր համակարգ է։ Software-ը այդպես է գրած, սիմուլյացիան էլ արվում է Unreal Engine-ի հիման վրա։ Unreal Engine-ը երևի գիտեք, ինքը հիմնականում խաղերի մեջ է օգտագործվում, խաղային աշխարհից է եկել, բայց ինքը բավական հետաքրքիր կարող է ստեղ օգտագործվել, մենք ունենք hardware in the loop կոչվածը, այսինքն սիմուլյացիայի մեջ օրինակ կարող են դեռ ինչ-որ մի հատ թիրախ վազի ու դու կարողանաս կրակես։ Իմիջիալոց այս software-ը նաև սիմուլյացիայի մեջ է աշխատում։ Ինքը լրիվ 100%-անոց իրական աշխարհին չի համապատասխանում, բայց տեստինգի համար ավելին քան բավարար է։ Հաջորդը, այստեղ մենք տարբեր նկարներ ենք ունենալու, որոնք գեներացված են լինելու AI-ով, ոնց որ մյուս բոլոր բանախոսների մոտ է նաև, բայց այս վերջերս ազգային ժողովը օրենք հանեց, որ եթե AI-ով գեներացված նկարներ ունեք, պետք է գրեք, որ AI-ով է գեներացված, այս մեկը AI-ով է գեներացված, այս նախորդը AI-ով չի գեներացված։ Ես այնպես կասեմ, էլի որն է։ Դե երևում է, էլի որ անունը դրել ենք old gen եւ new gen։ Old gen-ը արդեն պատկերացրիք ինչն է, այն է, ինչը կամայական ինժեներ առաջինը կսկսեր վերջի 10-20 տարում հենց այդ ձևի աշխատելով։ Հին ձևով աշխատել, այսպես պայմանական ասած, դա classical computer vision-ի ալգորիթմներն են, իսկ նորը դա արդեն VLA կոչվածն է, Visual Language Action, որը հասկանում է աշխարհը, կարող է հասկանում ինչ է տեղի ունենում աշխարհում, ավելի հետաքրքիր որոշումներ կայացնի, ավելի բարդ որոշումներ կայացնի, այսինքն ոչ թե ֆոկուս լինի կոնկրետ ինչ-որ մի հատ դեպքի վրա, այլ ընդհանուր համակարգը պատկերացում ունենա։ Երկրորդ կարևոր բանը, որ մենք փոփոխություն ենք արել, դա կարելի ասել բավական ճշգրիտ ֆիզիկալ աշխարհի հետ ենք բերեկաբել, այդ այն ամեն ինչն է, ինչի մասին Ռևը խոսում էր եւ իր պրեզենտացիայում տեսանք վիդեոյի տեսքով։ Ես այդ վիդեոն նայելուց պատկերացնում եի ու երազում եի ու կգա այդ օրը, որ մենք պրեզենտացիան չնայած աշխատող product ունենք, բայց այդ որակի եւ այդ ծևի product ու վիդեո դեռ չեն կարողանում անել, իմ կարծիքով Հայաստանում դեռ ոչ ոք չի կարող անել, բայց մենք կհասնենք դրան, հենց նույն Ռևի օգնությամբ նաև։ Եվ եթե առաջ գնանք, ես ուզում եմ ամեն մեր կոմպոնենտների վրայով առանձին կանցնենք, ասեմ թե ինչ ունենք եւ ինչ ենք ստանում, այս ելույթի հիմնական նպատակներից մեկը այն է, որ մենք hiring չունենք, այսինքն hiring-ի համար չենք անում էսի, գլուխ գովալու շատ բան չունենք, կարիք։ Այս ավելի շատ ուզում ենք փորձի կիսվել, որովհետև մեր պատկերացումով, եթե Հայաստանի այսօրվա բոլոր robotics ինժեներները, բոլոր բառից բուն իմաստով հավաքվեն իրար հետ, իրար գլուխ մի ընկերություն ստեղծեն, այն նպատակը, որ մենք մեր ուղեղում ունենք, այդ դրան կարող է ասենք 4 կամ 5 տարուց հասնենք, բոլորով եթե անենք։ Այսինքն սա մի հոգու գործ չի կամ մի ընկերության կամ մի ստարտափի գործ չի։ Այստեղ անհրաժեշտ է կիսվել փորձով, անհրաժեշտ է մի բան դու սովորես, մի բան ուրիշը տա եւ նաեւ անհրաժեշտ է համագործակցել։ Ես ձեզ այսօր խոսամ մենակ տուրետի մասին, բայց հավատացեք տուրետը շատ փոքր աշխատանք է, որ
փոքր product է, որ օրինակ մենք մեր ամբողջ կյանքը կամ հաջորդ մի քանի տարին դնենք դրա մեջ։ Առաջի համակարգի մասին, որը ուզում եմ խոսել, դա ROS համակարգը, ով գիտի, ձեռք բարձրացնենք, տեսնենք էլի մոդավոր։ Okay, օգտագործում եք, ովքեր ձեռք բարձրացրել են։ Եք գեդինի ժողովուրդը կարա չբարձրացնի։ Շատ լավ։ Առաջի բանը, որ արել ենք, դա custom system ենք գրել, որը շատ բնական է, այսինքն կոմպոնենտներ կան, detection recognition-ը կբնում է control-ին եւ այլն, իրար հետ պետք է աշխատեն, gRPC-ով պետք է աշխատեն, stream-ը պետք է G-stream-ով գա, օրինակ, էլի, ասենց բառեր եմ ասում, որ պատկերացնեք, որ այնց շատ ստանդարտ մեծ մասից ծանոթ կլինի, այդ համակարգով ենք գրել, դա շատ custom implementation է կոնկրետ մեր product-ի համար, անցյալ տարվա վերջ, ինքը շատ լավ աշխատում է, նորմալ է, ինքը log անում, debug կարող ես անել եւ այլն, բայց կա աշխարհում ROS 2 համակարգ, որը այնց շուտվանից կար ROS-ը, հիմա ROS 2-ը էապես ավելի լավն է, մենք ամբողջ մեր համակարգը անցկացրինք ROS 2-ի, օրինակ եթե robotics-ում աշխատող որևէ ընկերություն կա, ինքը էսի չի քննարկվում, ինքը պետք է ROS 2-ով սկսի նույնիսկ, էլի։ Տարբերությունը որն է, դա այն է, որ ROS 2-ի ժամանակ դու եթե ստեղ custom ինչ-որ կոնկրետ մի բան ես անում, բայց ենք ունես CPU overhead, scaling անելը շատ դժվար է, նոր մոդուլներ, որ եկան իրար հետ պետք է աշխատեն, այդ առանձին պետք է դու քո գործը անես, նոր բագեր, նոր կոդ է առաջանում, իսկ ROS 2 համակարգը ինքը իր մեջ robotics operating system է, եթե բացենք, հա, ինքը իր մեջ ամբողջությամբ վերցնում է իր վրա, ինքը եթե իրան նաև գումարում ենք NVIDIA-ի Nitros-ը, որը NVIDIA-ի գրադարանն է, հատուկ NVIDIA GPU-ների համար, որտեղ օրինակ zero copy pipeline ենք օգտագործում, օրինակ կամերան, որ կարտում եք, մի քիչ տեխնիկական գնամ, կամերայից, որ կարտում է մի image-ը, մի անգամից GPU-ի մեջ է կարտում ու ամբողջ համակարգը, ամբողջ աշխատանքը GPU-ից կարող եք դուրս չգաք, հա, հենց այնտեղ աշխատանքը կատարեք ու տեղ օրինակ 50 միլիսեկունդ կամ 20-30 միլիսեկունդներ կարող է շահեք։ Հիմնական խնդիրը այն կլինի, որ եթե օրինակ Nitros օգտագործեցիք, ինքը շատ սպეციფიկ կբացե կոնկրետ NVIDIA-ի hardware-ին։ Եթե վաղը մյուսը ուրիշ board վերցրեցիք, ինքը կարող է չաշխատի։ Բայց հիմնականում, երբ որ product-ը այս ձևի սարքում են, իսկ բանը որոշված է, թե այդ համակարգը ինչ product-ի վրա պետք է։ Այս թիվը սխալ է, այստեղ 4 է գրած, պետք է 14 եղներ ոնց որ։ Լավ։ Ռոպեի մասին է խոսքը։ Լավ, արագացնենք։ Հաջորդը, երբ որ անցնում եք ROS-ի լավ բաներից մեկն է, Foxglove-ի մասին ով գիտի, բոլոր ROS օգտագործողները օգտագործում են Foxglove, այդ լավ է։ Եթե մենք միջև այդ մեր custom ground station-ն ենք գրել, այսինքն ground station ասած, որ այդ ռոբոտը կառավարող համակարգ է, որ տենց user interface, այսպես ասած, JavaScript based, պետք է իրան ամբողջ կամերայի ստրիմը գա, տեսնես, control անես, տեսնես ոնց է աշխատում մոտորները եւ այլն։ ROS-ը իր հետ բերում է Foxglove, որը customizable է, ու սա օրինակ հենց ROS-ի համակարգն է, այստեղ կամերայի եկած ամբողջ պատկերը ստրիմը տեսնում եք, այստեղ օրինակ yaw pitch-ն է տեսնում ակտուատորների եւ հնարավոր է ամբողջը log անել։ Իր ամենալավ բաներից մեկն է, որ երբ որ գնացել եք դաշտում տեստինգ եք արել կամ ռոբոտի վրա տեստ եք արել, ինքը կարող եք բերեք, հետո տենց միլիսեկունդների ճշտությամբ վերարտադրեք ինչ է տեղի ունեցել, որ պահին ինչ նկար է եղել, ինչ որոշում է կայացրել ռոբոտը եւ այլն։ Ինքը նաեւ շատ հարմար է CI/CD-ի համար, իրան կարելի է testing environment-ի մեջ ինտեգրել եւ այլն։ Դից մեծ աշխարհ է բացվում տեստավորման համար։ Հաջորդը մենք Unreal Engine-ից Արման ջան, անցանք Omniverse-ին։ Unreal Engine-ը շատ լավն էր, շատ
հարմար է արագ ինչ-որ բան անել prototyping-ի համար, իսկ Omniverse-ը, որի ասած կնկահայրը Rev-ն է եւ պատասխանատուն է Nvidia-ում Rev-ի հենց պաշտոնը Omniverse-ի VP է, սա օրինակ ազատազենի իրական աշխարհն է, օրինակ, ասենք գնաց են նկարել ենք, բերել ենք, import ենք արել մի քլիկով Omniverse-ի մեջ, որտեղ իրական կոորդինատներով եւ ամեն ինչով իրական կա, այստեղ կարելի է դնել ռոբոտը աշխատացնել, կարելի է թիրախնել, դնել, տեստ անել, թե ոնց է աշխատում եւ այլն։ Սա էլ շատ հետաքրքիր, հա, ու ամենակարևորը, որ ինքը ROS native է, այսինքն կամայական բան, որը այստեղ դրեցիք, մի անգամից ROS համակարգով ձեր ամբողջ hardware in the loop-ը կարող է աշխատել, օրինակ։ Միակ խնդիրը կարող է լինել, որ բավական լուրջ GPU է ուզում ի տարբերություն Unreal Engine-ի։ Հաջորդ մի հատ հետաքրքիր ուղղություն ենք բացել, ես այսքան խոսում էի Claude Code-ի կամ կուրսորի մասին, այս մի հատ ֆանտաստիկ direction է, որը պես մեր hardware ինժեներներին Claude Code-ը MCP-ով կպցրել ենք FreeCAD-ին, FreeCAD-ի հետ ծանոթ եք, այդ SolidWorks-ի հորողբորդ տղն է, բայց տենց փոքր, ինքը open source CAD համակարգ է, որը շատ վատ որակ է ունեցել տարիներ շարունակ, տենց են ասում են, տենց ովքեր աշխատում են այդ ոլորտում, տենց շատ չեն սիրում այդ FreeCAD-ը, վերջի ամիսների ընթացքում AI-պես աճել է ու հենց AI-ի հետ կապված։ Երբ որ Claude Code-ը կպցնում եք MCP-ով FreeCAD-ին, ուղղակի typing-ով կամ ինչ-որ բան եք գցում, ուղղակի բառերով գրում եք ձեզ ինչ է պետք, հավատացեք, ոնց որ software engineering-ում է Claude Code-ը եւ կուրսորը 5-ից 10x արագացրել ձեր աշխատանքը, նույնքան արագացնում է hardware engineering-ի մեջ։ Իմ ճալուց ես տեղ եմ լինելու մանավանդ այս նախորդ Claude Code-ու կուրսորի հետ կապված լուբոյի հարցին պատրաստ եմ 17 ժամ խոսամ, ստեղաներ ֆրֆրալու եմ, էդի ես իրանց հիմնական պրոմոտորն եմ, էլի։ Հաջորդը նոր ենք սկսել VLA deployment cycle-ն ենք սարքել հենց Omniverse-ի հիման վրա, որտեղ էքսպերիմենտներ ենք անում, դեռ հաջողություններ չունենք, որտեղ ընդամենը մի շաբաթ ենք սկսել էսի, այսինքն դրանց առաջ զբաղված ենք այն վերևի բանով, Omniverse-ի վրա, այսինքն տարբեր սցենարներ, տարբեր եղանակային պայմաններով գեներացնում ենք, օրինակ այս ձևի, այսի գեներացված բաներ են, այս լազերային բանը իրականում դες բալիստիկան հաշված գրագում է, ինքը այստենց 4 հատ տարբեր տուրետ է դրած, որոնք գեներացնում են supervised learning-ի համար VLA-ը train անելու համար data, բավական ճշգրիտ physical իրական աշխարհին շատ մոտ, այսինքն տենց սրա վրա հանգիստ կարելի է միլիոններով synthetic data գեներացնել, կարելի imitation learning անել, վերջում reinforcement learning անել, հետո տանել իրական աշխարհում արդեն փորձարկումներն անել։ Եվ վերջապես մենք տենց մեր աբագա պրոդուկտները լինելու են շարժական իհարկե, հավանաբար մենք ինքնուրույն այս ամեն ինչը չենք անի, այդ փոքր թմով կամ շատ մեծ թիմ պետք է դառնանք արդեն 20-30 հոգի, բայց իր նպատակը այն է, որ ինքը պետք է շարժական ավտոմատ համակարգի վրա տրվի, որը կարողանա ոչ թե մի փոքր տարածք, այլ շատ մեծ կիլոմետրերով կամ հարյուրավոր կիլոմետրերի տարածք ապահովի անվտանգությունը, որը կարող է խոսքը գնում է, ասենք, հազարավոր տուրետների մասին մեր սահմանների վրա, օրինակ։ Եվ վերջինը, այս էլ մեր իրական պրոդուկտն է, որը հիմա կարելի ասել պրոտոտայպ վիճակում է, բայց աշխատում է
Օպս։ Հա։ Իմ ժամանակը արդեն 3 րոպե անցել է, Ժորժ ջան։ Այսքանը։ Շնորհակալություն։ Կարող եք մոտենալ մեծ հարցերով։